առաքելական եկեղեցին եկեղեցու կանոններով ստանձնած պարտավորությունները չի կատարում, չկա տենց բան։ Աշխարհում լավագույն կատարողներն են քրիստոնեության առումով, այն ինչ որ իրենք պարտավորված են կատարել, դա կատարում են։ Պահելով քրիստոնեական բոլոր սկզբունքները, ամբողջ աշխարհի քրիստոնյաները նայում են եւ օրինակ են վերցնում հայ առաքելական եկեղեցու։ Բազմաթիվ ելույթներ են եղել կաթոլիկ աշխարհում, որոնք օրինակ են բերում հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասին եւ մեր վեհափառին, սրբազաններին, եպիսկոպոսներին, arczepiskopոսներին, որոնք օրինակ են բարոյականության, օրինակ են նվիրվածության, հերոսության։ Այդպիսի շատ քիչ դեպքեր կան աշխարհում։ Միշտ մենք օրինակ ենք եղել, միշտ դա շատ մեծ եւ հզոր բան է։ Վատիկանը մինչև այսօր հարգանքով է վերաբերվում հայ առաքելական եկեղեցուն, նույնիսկ որոշ չափով նախանձով։ Եվ հանկարծ պարզվում է, որ ինչ որ մի խումբ, որը իշխանության է հայտնվել եւ բազմաթիվ խնդիրներ է առաջացրել մեր ազգի համար, բազմաթիվ խնդիրներ։ Հանկարծ հիմա որոշել է, որ պետք է եկեղեցին բարեփոխի։ Նախ ժամանակը շատ վատն է բարեփոխելու համար։ Գիտեք, այն հայտնի ասացված կա, էլի կամրջի վրա ձիերին չեն փոխում։ Եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ շարժվենք։ Մենք հիմա այն վիճակում չենք, որ պետք է վեհափառի հրաժարականը պահանջենք եւ ինչ որ բան թակարակ պետք է ամուր կանգնենք եկեղեցու շուրջը, որովհետեւ դա միակ հենարանն է, որի վրա կարելի է հենվել եւ մեր ազգի ապագան նորից կառուցել։